Ես ոնց ձեր ելույթից հասկացա, զբաղվում եք գործընկերների հետ հարաբերություններով, հարևանների հետ հարաբերություններով ու ընդդիմության հարցերով։ Ելույթի մեծ մասը նվիրված էր ընդդիմությանը ու այս կոնտեքստում մի հատ կասեք, այդ ինչ ենք պնդել օրինակ, որ պարզվել է վերջը սուտ ա եղել։ Ես մեր բոլոր հայտարարությունները օգոստոսի 8-ին ստորագրված Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման նախաստորագրված պայմանագրի մասին կրկնում եմ։ Ինչ ենք ասել, որ սուտ ա դուրս եկել, որ տենց բան եք անում, հերոսաբար բան եք հաղթանակն եք տոնում։ Մի հատ կետ կասեք կոնկրետ։ Ես կարամ ասեմ դուք ինչ եք ասել, որ սուտ ա դուրս եկել։ Դուք օրինակ ասել եք, որ ԵՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը կսկսեք, երբ պայմանագիրը ստորագրվի։ Առանց պայմանագիրը ստորագրվելու սկսել եք այդ գործընթացը։ Էլի կարող եմ թվարկել, դուք հիմա խնդրում եմ մի կետ ասեք։ Հաջորդը, որ ես ուզում եմ հասկանալ, էլի, ոնց եք դուք պատկերացնում։ Ասում եք, որ ձեր խոսքի մեջ իմ գործընկերոջը պատասխանելուց փոխադարձ ճանաչել ենք տարածքային ամբողջականությունը։ Ես կարամ նշեմ, որտեղ եք դուք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը թվերով ճանաչել։ Խնդրում եմ, ինձ կբերեք մի օրինակ, պաշտոնական հայտարարություն կլինի, գրություն կլինի, որտեղ Ադրբեջանի պաշտոնյան Իլհամ Ալիևը քառակուսի կիլոմետրերով ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Դուք այսօր էլ օգտվելով արդից արդեն երկրորդ մասը մոռանում եք։ Այլ չեք էլ ասում, որ մենք էլ ունենք տարածքներ, որոնք Ադրբեջանի կողմից են օկուպացված։ Այդ մասը եթե ուշադիր լսեք, բաց թողեցիք։ Վստահ եմ, որ չէ, այդ մասը լավ, հիմա մի հատ բայց չեք մոռանում նշել, որ մենք ունենք ադրբեջանական տարածքներ, որոնք մեր վերահսկողության տակ են գտնվում։ Մի հատ էլ ինձ հայտարարության օրինակ կբերեք, որ Ադրբեջանը ասում է իմ զորքերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, պետք է մի օր տեղից դուրս գան։ Այդ էլ որ փոխադարձությունը հասկանանք, էլի ձեր պայմանավորվածությունների վերջո, ասենց հասկանանք ինչն է այդպես փոխադարձ եղել։ Եվ մի հատ էլ հարց ապաշրջափակման մասին ունեմ։ Ես ուզում եմ իսկապես ուզում եմ հասկանալ, մեն առաջի օրը որ լուրը տարածվեց, որ այլևս Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենը կարող է գալ Հայաստան, նենց աղմուկ ունեց տոնակատարություններ, անկեղծ ես էլ խառնվեց իրար, ուզում էի հասկանալ, գնացի մասնագետներին հարցնում եմ, էլի որ պատկերացնեմ ինչ է կատարվում։ Հարցնում եմ, հիմա, այսինքն Ադրբեջանի տարածքից բեռները մտնելու են Հայաստան, ոչ։ Ձեր պատգամավորները հայտարարում են նոր դուռ ենք բացել, ապաշրջափակումը, նոր դուռ բացվել է, ոչ։ Ղազախստանից ավելի կարճ ժամանակում է գալու, ասում են չէ, ավելի լավ ցորեն է գալու, չգիտենք, հացը էժանանալու է, չգիտենք, լավ այդ հարցերի մի կողմ։ Ես ուզում եմ հասկանալ, այդ նոր դուռը որտեղ է բացվել։ Մի հատ ցույց կտակ այդ տեղը։ Եթե գնում է էլի Վրաստանից գալիս է, լավ, վատ բան տեղ չեմ կարող ասեմ, բայց էսա ձեր պատկերացած ապաշրջափակումը, այսինքն երբ մենք խոսում ենք ապաշրջափակման մասին, Հայաստանի տարածքով պիտի անխոչնդոտ բեռները անցնեն, Ադրբեջանի տարածքով պիտի գան Վրաստան, Վրաստանից մտնեն, բայց ի՞նչն եք տենց նոր դուռ է բացվել, ապաշրջափակմանը դեմ անդիմությունը, այդ ի՞նչն եք տենց բան անում, էլի։ Այս հարցերին պատասխանեք, էլի հարցեր կան ճիշտն ասած։ Մենակ մոռացաք ասեք, որ Հայաստանը սրանով կախվածության մեջ ընկավ Ադրբեջանից, այդ անցած անգամ ասել էիք դա։ Նույնիսկ տենց որ այլընտրանքն։ Լավ, Տիկին Վարդանյան։ Դուք ասում եք, ես ձեր ելույթից հասկացա, որ ընդդիմության մասնագետն տեսնի բան։ Հարցեր ես բան։ Տիկին Վարդանյան, ի պատասխան կասեմ, որ ես ձեր ասացից հասկացա, որ դուք իմ ելույթը ընդհանրապես չեք հասկացել։ Ընդհանրապես։ Կամ հասկացել եք, բայց ձեր չի տալիս խոստովանել, որ համաձայն եք, որ ես ճիշտ բան եմ ասում։ Հիմա որ ասում եք սուտ, եւ ինձ մեղադրում եք հետեւյալ սուտ խոսալու այսպիսի մեղադրանք եք անում, ասում եք դուք ասել եք Մինսկի խումբը կլուծարենք, եթե պայմանագիրը ստորագրվի։ Հիմա եկեք հասկանանք, ինչի ենք մենք ուզում, որ պայմանագիրը ստորագրվի, որ հաստատվի խաղաղություն։ Հիմա եթե օգոստոսի 8-ին պայմանագրի նախաստորագրմամբ երեք երկրների ղեկավարների ստորագրությամբ, սկզբունքների հռչակումով, Ալմաթայով, տարածքային ամբողջականության ամեն ինչ ինչ-որ հնարավոր ամենաբծախնդիր մարդը, որ ուզենար այդտեղ գրված լիներ, գրվածա ստորագրում են եւ հետո գրվածն էլ հերիք չի, մի հատ էլ մարդիկ մեդիային են ասում անմիջապես, որ վերջ խաղաղություն հաստատված է, մի հատ է գնում են հետո ամիսների ընթացքում այլ առիթներով ասում են դե խաղաղություն հաստատված է, ոչ միայն հայկական կողմը, նույն Ադրբեջանը, նույն չգիտեմ,
ամբողջ նույնիսկ երկրներ, որոնք չեն մասնակցել այդ միջոցառմանը, ողջունում են խաղաղության հաստատումը։ Այսինքն նպատակը, որը դրված էր Մինսկի խմբի լուծարման համար, այն է խաղաղության հաստատումը եւ հետո հետագա մնացած այդ կարգավորման ուղղությամբ քայլ։ Եթե այդ նպատակը արդեն արված է, ինչի մենք պետք է նստենք, սպասենք պայմանագրի ստորագրմանը, որը կրկին ասված էր որպես պայման զուտ խաղաղության հաստատման համար։ Այսինքն մի քիչ կդժվարանամ ես sense հնդածից ինչ որ անալոգիա մտածել, բայց իմաստը, որը դրված էր դրա տակ, իրականացված առաքելությունը կատարված է, ինչի պետքա բան անել, տառացիորեն հետևել բանին։ Չէ, ասում եմ ստացված է այն, ինչի համար այդ կապը տրված էր։ Հիմա ասում եք, որ բանա կիլոմետր մենակ քառակուսի կիլոմետրերի հռչակմամբ փոխադարձաբար ճանաչվում միմյանց տարածքային ամբողջականություն միմյանց տարածք ասում եմ ինչ կար ինչ անհրաժեշտ է դրա համար գրված է եւ Վաշինգտոնյան հռչակագրում եւ նախաստորագրված տեքստում եւ կանոնակարգում, որը դուք այստեղ վավերացրել եք, չգիտեմ անձամբ դուք բոյկոտել եք այդ լավ հնարավորությունը թե չէ, բայց պատշաճ կլներ, որ այդ առիթով բոլոր նրանք, ովքեր սիրում եւ ճանաչում եւ հարգում են եւ երդվել են պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, գային եւ ցույց աշխարհի կողմ քվեարկեին այդ կանոնակարգին, երևի բոյկոտել եք, ընդհանրել կարող եմ։ Այդտեղ էլ որ դուք բոյկոտել եք, տեղել է ամեն ինչ գրած է, այդ փոխադարձ ճանաչումը։ Մնացածը ներողություն ողջ հարգանքով հանդերձ հերթական եւ թույլ տվեք նույնիսկ ասել շատ պարզունակ մանիպուլյացիաների դաշտից է։ Ես հասկանում եմ նաեւ այդ մղումը, որ ասում եք մի հատ կասեք իրանք ինչ են արել, մենք էս տվեցինք, պարզը ամեն առիթ պետքա փորձեք Պարզ չի, որ տենց պետքա փորձեք, ճիշտ չի, բայց փորձը ցույց տալ տենց եք անում։ Ամեն առիթի դեպքում ասում եք, վայ հասեք, ամեն ինչ տվեցին, վայ Սյունիքն էիք հանձնում, հիմա մարդ հասի իսկականից չալարի կամ բանը սահմանները հանցնի, ասի, հիմա ով է Սյունիքը հանձնում։ Գուժում եք ու դա բան զանազան process-ներ ձեր գույժերով խրախուսում եւ բան անում։ Վայ էս են հանձնում, վայ են տարածքը տվեցին, վայ բանում, տավուշում եկեղեցին, չէ, չինարիկ իրանցի մոտի եկեղեցին։ Այդ հլը, եթե խոսենք, այդ մենակ գետնի վրա, ասենք, հողի կամ ենթակառուցվածքի մասին, բա իրավունքներ եւ այլ ասում են, ինչ ենք մանիպուլացնում խաղաղության պայմանագրում։ Խաղաղության պայմանագրի մասին հիմա ես մի պարզ պատճառով չեմ ուզում, չնայած ակնարկարեցի նորից կրկնել այդ թեզերը, որ նորից չդնենք շրջանառության մեջ։ Փնտրեք գտեք մեծ գաղտնիք չել եմ ասում սահմանադրությունների փոփոխությունից ու 100,000 մարդկանց շարժից սկսած մինչև այլ մանրամասներ, որոնք գուցե մի փոքր ավելի էս նշածից նկատմամբ երկրորդական թվան։ Ինչ ասես ասում էիք, հա? Միջանց եւ այլն։ Մի խոսքով Տիկին Վարդայան լավ չեն ձեր գործել։ Իմ գործերը նման են Հայաստանի Հանրապետության գործերին, որ իրոք լավ չեն։ Իմ գործերը ուղիղ կապված են։ Տեսեք, դուք ինչ պիտակավորում ուզում եք կարակ տակ, 100 անգամ կարակ ասեք մանիպուլյացիա ստել, ես ձեզ սպարս հարց տվեցի։ Մենք գրավոր ենք հայտարարությունները տարածել, երբ ծանոթացել ենք Ադրբեջանի հետ բանակցվող փաստաթղթերին ու գրավոր տարածել ենք հենց այս օրվա համար, որպիսի որևէ շահարկման առիթ չտանք, 5 падգամավոր երկար քննարկել են ինչ տեքստ տարածեն ու ամեն բառի համար պատասխանատու են։ Հիմա բոլոր են հայտարարությունները, որ արել ենք, ես կրկնում եմ, ու դուք դրա համար էլ չեք կարող մի հատ կոնկրետ սուտ բերեք։ Ես չգիտեմ այնտեղից ինչ էին ասում, բացեք նայեք, ձեր ասածներից ոչ մի բան չկա այդ հայտարարություններում։ Մենք հատուկ գրավոր հայտարարություններ ենք տարածել։ Հիմա դուք երկրորդ բանը մեր լրագրողների համար եմ ասում։ Դուք չեք կարողանում նշել տեղ ու ես սրանով ուզում եմ ցույց տալ պայմանավորվածությունների փոխադարձության աստիճանը։ Դուք չեք կարողանում ցույց տալ տեղ, որտեղ Ադրբեջանը մեր տարածքը ճանաչել է այն նրանով, ինչով կա, ինչով մենք սովորել ենք մեր դպրոցական դասագրքերում, որովհետև չկա այդպիսի հայտարարություն։ Ու դա է փոխադարձություն։ Դուք ասում եք, եթե այնտեղ գրված է, որ կողմերը ճանաչում են փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը, դա բավարար է։ Ես էլ ասում եմ, դա ՄԱԿ-ին անդամակցելուց ենք բան արել։ Դա ընդհանրապես միջազգային հարաբերությունների սկզբունքներն են։ Եթե
բավարարն է, ի՞նչ է դրա ձեռքբերումը, ո՞րն է դրա դարակազմի ձեռքբերումը, դուք ինչու եք գնացեք 400 կիլոմետրով ճանաչի, եթե դա բավարար էր։ Ու մի հատ էլ որ ցույց տամ, բարձ հարցի էլ կպատասխանեք, բանակցությունների ընթացքում այդ փաստաթղթի գրավոր առաջարկներով դուք արտաքին գործերի նախարարությունը պնդել եք, որ կոնկրետ քարտեզ ֆիքսվի, կոնկրետ քարտեզ, կոնկրետ թվականների քարտեզ ֆիքսվի։ Պնդել եք, մենք դրա մասին հայտարարություն արել ենք, դուք մեկնաբանեք հիմա իմ դիմաց նստած այս կետը, որտեղ դուք պնդել եք, ու եթե հերիք էր մենակ այդ տարածքային ամբողջականություն ճանաչում ենք դրվագը, ինչու եք պնդել։ Եթե պնդում եք, որ չեք պնդել տենց բան, հրապարակեք այդ ամբողջ բանը, փաստաթղթերը, թող հանրությունը տեսնի ով է ստում։ Դեռ այսքանը մնացածը լիագումար նիստերին կքննարկենք։ Բայց չեք գալիս չորեքշաբթի օրերին լիագումար նիստերին քննարկեք, գա քննարկեք։ Համեցեք պարոն Միրզոյան եթե ասել։ Դե Տիկին Վարդան, ձեզ իհարկե պետք է արժանին մատուցել։ Կապ չունի տրամաբանական ինչ ասենք, ինչ ապացուցված ճիշտ լինի թե չէ, դուք վարպետորեն կարող եք դրա դեմ կռիվ տալ։ Արգանքներս ինչն է տենց բան։ Բայց Տիկին Վարդան, ժամը ուղղակի լրանում ահագին հրապարակված տեքստ կա, նայեք հետո խոսենք էլ այդ ամենի մասին, քարտեզների մասներ, մենակ մի քիչ կոնկրետ անդրադառնամ անպայման։ Քարտեզներ, այո, քննարկվել են։ Մենք հրապարակայինել ենք այդ մասին խոսել։ Գիշեք 1975 թվականի քարտեզ էինք խոսում եւ այլն։ Այդ քարտեզները քննարկվել են սահմանազատման գործընթացի շրջանակներում։ Այն պահից սկսած, երբ որ սահմանազատումը, այսպես ասած, եւ դրա կանոնակարգումը սկսեց առանձին իր կյանքով ապրել եւ դա արտահայտվեց ուրեմն կանոնակարգի համաձայնեցմամբ եւ վավերացմամբ կարեւոր process, որը դուք ենթադրել կարող եմ ահարկ համարեցիք բոյկոտել, այդ պայից սկսած այդ քարտեզները դադարել են լինել մեր բանակցությունների առարկա արտաքին գործերի նախարարների մակարդակով այդ հարթությունում ընդհանրապես մեր բանակցությունների ընթացքում 1000 հարց է քննարկվել 1000 թեմա, այսինքն բայց ելի եմ ասում այն պահից երբ որ դա իր առանձին կյանքը եւ արդյունքը ստացավ ուրեմն երկու սահմանային հանձնաժողովների համատեղ աշխատանքի վերաբերյալ կանոնակարգով այդ քարտեզների ոչ թե անվանումը, այլ այդ սկզբունքը, գլխավոր ամրագրող սկզբունքը եւ չափանիշները այնտեղ արտացոլվեցին։ Ինչը կարծում եմ նույնիսկ ավելի լավ արդյունք է, քան եթե ուղղակի այդպես բառացիորեն մի բանում պայմանագրում գրած լինենք եւ մինչեւ սպասենք ստորագրմանը եւ ավելացմանը, բայց դեմ չեք, որ այս քանով, որովհետեւ ուղիղ 5 րոպեից հաջորդ հանձնաժողովի, բայց իհարկե ես պարտավոր եմ, եթե կան շարունակել հարցերին պատասխան։ Գիտեք, ասում եք, խաղաղության պայմանագրի դրույթները բխում են մեր շահերից։ Ես էլ կարող եմ ասել, որ քանի դեռ ռազմագերիների հարց կա եւ ադրբեջանցիները գտնվում են մեր տարածքում, դրույթները այդ կիսատ են եւ ամենևին էլ չեն երաշխավորում փոխշահավետությունը։ Հաջորդը ասում եք, որ թրիփը չպետք է ընկալել որպես Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև կապ, բայց չգիտես ինչու Ադրբեջանը հենց այդպես էլ ընկալում է, գոնե իրենց հայտարարություններում հենց այդպես էլ հանդես են գալիս, բայց ես գամ արդեն եվրոպական ինտեգրմանը եւ եվրոպական ինտեգրման հետ կապված մի քանի հարց ունեմ, Մարտին ճիշտ է, ազգային ժողովը մեծ շուկով ընդունեց Եվրոպական միության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը, ես հիշում եմ այս նույն սենյակում ինչ ելույթներ էին, այդ թվում դուք, պարոն Եղոյան, այո, բայց հիմա հարցս հետեւյալին է վերաբերում, բացի վարչություն ստեղծելուց, այս 8 ամսվա ընթացքում կոնկրետ քայլեր արվել են այդ ուղղությամբ, թե պարզապես օրենքեր պետք է ընդունեինք, ձևանեինք, թե այդպիսի օրենք ունենք։ Հաջորդը Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության այսպիսի իմ գնահատմամբ խայտառակ, դուք կասեք ոչ, պայմաններում ոնց եք պատկերացնում Եվրոպական միության անդամակցությունը, մի հատ օրինակ բերեմ, հետո արդեն դրա հետ կապված կասեք ձեր տեսակետը, Գյումրիում անհրաժեշտության ակցիաների հետևանքով 41 մեղադրյալ կա, 41, որից 2-ը անչափահաս են։ Այս ժողովրդավարությամբ ոնց եք գնում Եվրոպական միություն։
Տիկին Վարդան, դուք ասացիք, որ ես ասում եմ, որ բխում պայմանագրի դրույթները բխում են մեր շահերից, այնինչ եւ դուք արեցիք ուրիշ պնդում գերիների մասին։ Չէ։ Հիմա եկեք իրար ճիշտ հասկանանք, եկեք ճիշտ բառեր օգտագործենք, արձանագրենք, թող ձայնագրվի։ Հիմա դուք վիճարկում եք, որ դա բխում է մեր շահերից, որովհետեւ դուք չվիճարկեցիք կարծես թե դա, դուք ասացիք, որ ես ասում եմ, որ բխում է մեր շահերից եւ շարունակեցիք ձեր կողմից, եթե ճիշտ եմ բառը հիշում, վստահ եմ ճիշտ եմ հիշում, բայց դա կիսատա, քանի որ գերիների ման չկա։ Հետեւաբար կարող եմ ես եզրակացնել, որ դուք չեք վիճարկում, դուք համաձայն եք, որ այն ինչ որ գրված է, ամբողջությամբ բխում է մեր շահերից, իհարկե ափսոս, որ գերիների կտորը չկա։ Խնդրում եմ արձագանքի մեջ դա ասեք, որովհետեւ սա ճիշտ է նա, ինչ որ ես ընկալեցի ձեր ասածից, կարող ենք հետ տալ ձայնագրությունը նայել, ոնց որ դες սխալ չեմ ընկալում, ապարտության ապագայի համար պետք է գա այստեղ իրար ճիշտ հասկանալը։ Trip-ը ես ասեցի կրկին, խնդրում եմ ինձ մեջ բերել, սա ճիշտ մեջ բերեք, որտեղ նրբերանգները շատ էական, ես ասեցի պետք չի ընկալել trip-ը որպես միայն Նախիջևան-Ադրբեջան կապ, որովհետև մենք էլ ենք այդ նույն ենթակառուցվածքը օգտագործելու աշխարհի այլ երկրների հետ կապվելու, այդ թվում եւ օգտագործելով եւ ակնհայտորեն քարտեզի նայելով եւ աշխարհի այլ երկրներ են, այդ էլ երրորդ հարթություն եւ աշխարհի այլ երկրներ են անցնելու այդ trip-ով եւ կապվեն իրար հետ երկրներ, որոնք ոչ Ադրբեջանն են, ոչ Հայաստանը։ Այսպիսով trip-ը ոչ միայն այո, նաև Ադրբեջանն ու Նախիջևանը կկապի իրար, այո, նաև Հայաստանը կկապի այլ երկրներ եւ այո, նաև տարբեր երրորդ երկրներ կկապի իրար հետ, կանցնեն այդ trip-ով տարբեր երկրների բեռներ, օրինակ։ Ժողովրդավարության ձեր գնահատականը բնականաբար ընդհանրապես չեմ կիսում, համարում եմ, որ շատ ասելիք կունենայի, բայց երևի զերծ կմնամ ասել թե ինչպիսի աննախադեպ եւ անխոցելի դիրքերում է այսօրվա հայաստանյան ժողովրդավարությունը, օրինակ համեմատած այն շրջանի հետ, որտեղ երբ դուք ինքներդ ինչքան հիշում եմ նաեւ падգամավոր եք եւ իշխող խմբակցության падգամավոր եք կոալիցիոն, չէ՞։ Okay, այդ շրջանի համեմատ եւս չեմ վիճարկում, բան չեմ անում։ Բոլոր նախորդ եղած շրջանների համեմատ, հա, ասենց ասեմ։ Եվ եթե դուք ասում եք, եթե դուք ընդհանրապես որպես փաստարկ, որ Հայաստան ժողովրդավարությունը խայտարակ վիճակում է, բերում եք այն, որ Գյումրիի այդ դեպքից 41 կարգավիճակին չէր, մեղադրանք ներկայացված անց, այո, 41-ը կա, դա ինքնին խոսման նրա մասին, որ Հայաստան ժողովրդավարությունը խայտարակ վիճակում է, կներեք ընդհանրապես նույնիսկ տրամաբանական շղթան այստեղ դժվար է համաձայնել, դեպք կարող է լինի, որ 41 չէ 740, Աստված մի արասի Հայաստան այդպիսի դեպք լինի, բայց կարող է զանգվածային անկարգություններ լինի 741 մեղադրյալ լինել։ Այն միայն ուրեմն 41 հոգի են արել արարք, որոնց մասին վկայություն կամ որևէ ապացույց կա, հուսամ կա, որ իրավապահ մարմինները անհրաժեշտ հնարավոր է 41 հոգու ներկայացնել։ Ես ընդհանրապես այդ դեպքից անկեղծ ասած տեղյակ չեմ, չգիտեմ ինչի մասին եք խոսում։ Շատ դասագրքային բան եմ ասում։ 41 մեղադրյալի ներկայությունը, արկայությունը բոլորովին որևէ կերպ չի նշանակում, որ ժողովրդավարությունը խայտարակ վիճակում է։ Ամենաժողովրդավար երկրի օրինակը կարակ բերեք, կարող լինի միջադեպ, որտեղ այնտեղ 741 մեղադրյալ լինի։ Ինչ, ուրեմն, այսինքն ամենաթողություն պիտի լինի, օրենքը ոնց ասես խախտվի, մեղադրյալ չլինի, դա կլինի ժողովրդավար։ Մի քիչ բանը չեմ հասկանում։ Մենք կարող ենք շարունակել դեֆինիցիաների մասին խոսել եւ հասկանալ ժողովրդավարությունը վերջը ոնց են չափում։ Արձագանք կա Տիկին Վարդան։ Իհարկե կա։ Ես իհարկե կուզենայի ձեր գնահատական նմանատիպ գնահատական լսել, երբ որ դուք ընդդիմադիր էիք եւ երբ ձեր ընդդիմադիր եղած ժամանակ 41 մեղադրյալ կհայտնվեին անհնազանդության ակցիայի ժամանակ, կասեիք, որ չէ հանցագործություն են կատարել եւ իշխանությունները ժողովրդավար են, նորմալ են։ Ես եղել եմ ընդդիմադիր падգամավոր Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ եւ այն ժամանակ էլ պաշտպանում էի ընդդիմադիրների շահերը եւ ընդդիմադիրների իրավունքները եւ խոսում էի բոլոր այն
խախտումների մասին, ժողովրդավարության խախտումների մասին, որ եղել են, այնպես չի, որ միայն նոր եմ սկսել այդ մասին խոսել եւ դա ձեզ համար զարմանալի է։ Ինչ վերաբերում է, գիտեք, ես բերեցի ընդամենը վերջին օրինակը, որ Գյումրիում 41 մեղադրյալ, այդ թվում 2 անչափահաս 41 մեղադրյալներ են արձանագրվել այս բան, որոնցից 2-ը անչափահաս, բայց դա ընդամենը վերջինն է։ Գիտեք, մենք մի երկիր ենք, որտեղ որ հայտարարության համար մարդուն 2 տարի դատապարտում են, խոսքը վերաբերում է Միքայել Սրբազանին, որովհետև որոշել են, որ մի տարի առաջ դա հանցագործություն չէր, հաջորդ տարվա ընթացքում դա դարձավ հանցագործություն։ Մենք մի երկիր ենք, որտեղ բերում են ազգային ժողովում ձայնագրություններ են, ուրեմն միացնում այսպես կտրված ձայնագրություններ եւ այլն, հետո պարզվում է, որ այդ ձայնագրությունները բոլորովին այլ բանի մասին են եւ 18 հոգի այս պահին անցնում են դատական process-ներով։ Այսինքն այս իմ բերած օրինակը մեկն էր, ես կարամ դեռ շարունակեմ այս ամեն ինչը, ու այս պայմաններում մենք խոսում ենք Եվրոպական միություն գնալու մասին, խոսում ենք, որ մեր ժողովրդավարությունը այնպիսին է, որ Եվրոպական միությունը գրկաբաց ընդունելու է մեզ։ Ինչ վերաբերում է միջանցքի ընկալմանը, ես ասացի, որ Ադրբեջանի ներողություն, Թրիփին եւ միջանցքի ընկալում Ադրբեջանի կողմից։ Ես հենց այդպես խոսքը դրան է վերաբերում եւ ոչ թե իմ կողմից է դա, խնդրում եմ հանկարծ չկարծեք, թե ես եմ դա օգտագործում, այլ ուզում եմ ասեմ, Թրիփը, երբ որ դուք ասում եք չպետք է միայն սահմանափակել Ադրբեջան եւ Նախիջևան այդ միացման հնարավորությամբ, ես ասում եմ Ադրբեջանի ընկալումը։ Ես ասում եմ, որ Ադրբեջանի պաշտոնյաներն են խոսում Զանգեզուրի միջանցքի մասին։ Եվ հետեւաբար այս պարագայում երևի թե պետք է այդ հարցի շուրջ խոսեք իրենց հետ, իրենցից հասկանաք, թե իրենց ընկալումը որն է ի վերջո։ Տիկին Վարդան, իրենց հետ խոսել ենք եւ եկել ենք մի մեկնաբանության, որի տակ ստորագրել են իրենց նախագահը իրենց կողմից, մեր կողմից էլ մեր վարչապետը։ Ու քանի որ դա այդպես շատ կարևոր պայմանավորվածություն է համարվել, մի հատ էլ եկել այդ ստորագրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, երևի ճանաչում եք։ Հիմա այդտեղ գրած է, որ այդ կապուղիները շրջափակվում են մի քանի հիմնարար սկզբունքների ներքո, որոնք են տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնխելությունը, երկրների ինքնիշխանությունը, իրավազորությունը եւ նշվում է նաեւ փոխադարձաբար առավելությունը կողմերի համար։ Հիմա այդ գրված, ստորագրված նարատիվի հետ ես որևէ խնդիր չունեմ եւ չեմ կարծում որևէ ողջամիտ մարդ կունենա կամ Հայաստանի լավը ցանկացող որևէ ողջամիտ մարդ կունենա։ Դրանից դուրս ինչ մեկնաբանություններ են, նույնիսկ չեմ էլ ուզում մեկնաբանեմ, ել եմ ասում, կա հստակ շրջանակ, դու ոչ միայն շրջանակ, որ ուզում եք իմանաք հստակ անուն, որի շուրջ պայմանավորվել են Հայաստանը, Ադրբեջանը, Միացյալ Նահանգները, հստակ նկարագրություն, որի տակ ստորագրել է Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը եւ Միացյալ Նահանգների նախագահը։ Դրանից են կողմ, ում երևակայությունը ինչի է հերիքում, ինչ մեկնաբանության, չեմ ուզում ես մեկնաբանեմ, մենք իրականացնելու ենք ապաշրջափակում նշած սկզբունքների համաձայն, այն մի կտորն էլ իրականացնելու ենք մենք Միացյալ Նահանգների հետ, անունն է լինելու Թրիփ ուղի։ Որևէ մեկ այս ասածը չի կարող դնի կասկածի տակ, մնացածը արդեն չգիտեմ ինչ ժանրից է։ Հիմա նաև ասում եք, որ մենք մի երկիր ենք, որտեղ հայտարարության ձեր ընդդիմադիր եղած ժամանակ, ինչ ասեցիք, իմ ընդդիմադիր եղած ժամանակ սենց էր թե սենց չէր եւ ասում եք, որ հայտարարության համար մարդ է բռնում։ Տիկին Վարդան, ես չգիտեմ, դուք ո՞նց եք հիշում ոչ այնքան վաղ անցյալը, բայց իմ ընդդիմադիր եղած ժամանակ ընդդիմադիրներին սպանում էին։ Մարտի 1 ա եղել, չի եղել մարտի 1, սխալ բան եմ ասում։ 10 քաղաքացի զոհվել է այդ գործողությունների արդյունքում։ Ընտրությունները զանգվածաբար, ես ձեզ չեմ ընդհատել, ընտրությունների արդյունքը ժողովրդավարության ամենաուղիղ իրականացման ամենավառ ուղիղ օրինակ մեխանիզմը, ընտրությունների արդյունքները տարիներ շարունակ համակարգային կերպով կեղծվել են։ Սկսած են ամենաբռի լցոնումներից, ավտոմատով բան մտնելուց, տեղամաս, լույսերի անջատումից, վերջացրած տուփեր գողանալ, վերջացրած վերջին տարիներում շատ ավելի ցիվիլ ձևերով, ընտրակաշառքով եւ փողով ընտրությունների կազմակերպմամբ եւ այլն եւ այլն։
Ես իմ ընդդիմադիր ժամանակ նորից եմ կրկնում։ Մենք կարայինք, մեզ թույլ տայինք եւ նախ եւ առաջ բարոյական կամ այլ պատկերացումներ ձեռնով չեն, բայց պատկերացնեք որևէ ընդդիմադիր կարողանար օգտագործել այնպիսի բառամթերք, ինչպես հիմա ձեր գործընկերներն են օգտագործում։ Ձեր ձերոնց իշխանության եղած ժամանակ կարարներ ընդդիմություն, որը կարար այդքան մեդիա ռեսուրս ունենար։ Ես ինչ հեքիաթ եք պատմում, մենք ենք ապրել։ Իմ ապրած կյանքը եկել եք ինձ հակառակ ձևով պատմում եք, ես էլ հո նոր դպրոցը ավարտող երիտասարդ չեմ, որ չգիտեմ ընդդիմությունը 15 տարի առաջ, 10 տարի առաջ ինչ վիճակում էր։ Մենք մեդիա ռեսուրս ունեինք, մենք կարող ենք ասես բաներ ասենք, որ մեր հասցե են գրում, ասենք հայտարարության համար մարդ են բռնել։ Մեր ժամանակ կարող ենք դատական բանի հույս ունենանք։ Հիմա հանգիստ նստացեք, որովհետև գիտեք, որ եթե այդ անհրաժեշտ ապացույցներ իրավապահ համակարգը չներկայացնի, այդ նույն դատարանը չի համարի բան, արժանահավատ եւ այդ մարդուն չի տա այդ բանը։ Եթե տա էլ կգնաք լիքը բողոքարկելու տեղեր կա, այդ դատավորների մի մասը ձեր հետ ավելի քաղաքական կապեր ունեն, քան մեր իշխանության։ Խնդրում եմ, շատ կարող ենք տարբեր բաներից խոսանք, բայց ժողովրդավարությանը եւ չգիտեմ նախկինում իբր ժողովրդավարությանը եւ նախկինում մեր ընդդիմության եղած ժամանակ ինչ որ հեքիաթային երանելի կամ այսօրվանից ավելի լավ պայմանների մասին գոնե այդտեղ մի մտեք էլի գոնե այդտեղ մի մտեք Պարոն Միրզոյան, ես ձեզ ընդհանրապես ասացի, պարոն Միրզոյան, ներողություն, ես ձեզ ընդհանրապես ասացի, ես կուզենայի լսել ընդդիմադիր Միրզոյանի գնահատականը, եւ ամբողջ խնդիրը հետեւյալումն է։ Ես ձեզ ասում եմ, որ այսօր ժողովրդավարության խնդիր կա, դուք ասում եք, բա նախկինում։ Գիտեք, այդ արդեն արգումենտ չի, բա դուք Ես չեմ փորձում որևէ կերպ բան անել, արդարացնել կամ փորձել գնահատականներ տալ նախկինի վերաբերյալ։ Ես հարցնում եմ ձեր իշխանության մասին։ Ես հարցնում եմ ձեր իշխանության օրոք եղած խնդիրների եւ ժողովրդավարության խնդիրների մասին։ Հերիք չի ձեզ ինչ հարց տալիս են, ասում են նախկինում։ Հա, նախկինում լավ չէր, նախկինում սխալ էր։ Բայց դա նշանակում է, որ պետք է այսպես լինի։ Շատ լավ, քանի որ դուք մի հատ էլ արձագանքեցիք, մի հատ էլ ես արձագանքեմ ձեր արձագանքին։ Եկեք որպեսի անձամբ իմ եւ անձամբ ձեր հետագա բոլոր հնարավոր հանդիպումները, քննարկումը ֆիքսված եւ փոխադարձ ընդունելի կանոններով ընթանա, խնդրում եմ ձեր վերջին արած հայտարարությունը եկեք մանրամասնենք եւ միասին հայտարարենք, թե նախկինում ինչքան վատ էր։ Երբ որ դուք բոլոր նյուանսներով հրապարակային կընդունեք, որ նախկինում Հայաստանը ժողովրդավար չի եղել, որ նախկինում Հայաստանում ընդդիմադիրներին կարային սպանեին, որ նախկինում Հայաստանում եւ այլ կոմպոնենտները վերլուծենք, անենք հայտարարություն, որից հետո թե ես ձեր հետ խոսալուց մի անգամ էլ կասեմ նախկիններ կամ նախկինում ոչ մի ժողովրդավարություն, ես մի հատ հրապարակային ներողություն կխնդրեմ։ Մի քիչ առաջ ակնարկ տեսա, շարունակեք նույն կերպ։ Ես բարողի իրավունքով ցանկանում եմ արձագանքել, ուզում եմ դուրս եք ինչի Տիկին Վարդանյան, ձեզ հարցի պատասխանը չի հետաքրքրում ձեր։ Հա։ Հարցը ուղղել եք նախարարին, բայց ես անհրաժեշտ եմ համարում վարողի իրավունքով ձեզ հիշեցնել Տիկին Վարդանյան, որ քրեական օրենսգիրքը պարունակում է հանցակազմեր, եւ ընդհանրապես Տիկին Վարդյանը գնաց շատ մտածեք, շատ քաղաքավարի ձևով։ Ես ընդհանրապես քանի որ այս խոսակցությունը բացվել է, ընդհանրապես խոսքի համար, ընդհանրապես այն մի հատ անեկդոտ կար, մի ժամանակ են ասում են մարդուն դատում են, ասում են ինչի է համար են քեզ դատում, ասում են ես ընդհանրապես իրեն հարվածեցի թերթով, ասում են թերթով, ասում են հա որի մեջ գտնվում էր լոմիկ։ Այսինքն ընդհանրապես խոսքի համար է ո՞րն է, ընդհանրապես խոսք չի, խոսքել կա, չի ասել բարելույս հարգելի ընկերներ, ձեր ցավը տանեմ։ Բա քրեական օրենսգրքի 10-15 հոդվածի օբյեկտիվ կողմ դրսևորվում է խոսքով։ Բա կոչեր, սպառնալիքներ, անօրինական գործունեության մեջ ներգրավել, բա խոսքով է, կաշառք պահանջել, բա ձեռով ոտով են կաշառք, բա խոսքով են կաշառք պահանջում, խոսքով, ասա կտաս այսքան փող, բա ընդհանրապես խոսքով կաշառք է պահանջում, ասում են ընդհանրապես բանա պետական հեղաշրջման կոչ անում, ընդհանրապես ահաբեկչության կոչ անում, ընդհանրապես դա ինչ փաստար կա, որ ասում են հերիք չի, էլի մի բան չեն ուզում պատասխանը լսեն։ Լավ։ Շնորհակալություն։ Չէ, այսքանն էր։ Պարոն Միրզոյան, շնորհակալություն շատ։ Ես ուղղակի կցանկանայի եւս մեկ շատ կարճ դիտարկում անել, արդեն հենց բյուջեի վերաբերյալ, այսինքն ձեր
մեկնաբանությունը հրապարակային լսել, ուրեմն Բրյուսելում մեր դեսպանատան ձեռքբերման հետ կապված, ես գիտեմ, որ այս տարի այդ առումով process-ն են եղել, շենքը մենք արդեն վերջնականապես ձեռք ենք բերել, չէ, եւ այն արդեն Հայաստանի Հանրապետության սեփականությունը որ փուլում է գտնվում, այնտեղ կարծեմ վերանորոգման աշխատանք կար եւ երբ այնտեղ արդեն կտեղափոխվի դեսպանատունը։ Իսկապես պարոն Եղան, մենք ունենք այդպիսի քաղաքականություն առավել առանցքային մեր կողմից գնահատվող մայրաքաղաքներում եւ նաեւ հաշվարկ կա որոշակի ֆինանսական, տնտեսական կոմպոնենտներ հաշվի առնելով մի քանի տեղ ունենալ այդ շենքերը որպես սեփականություն, կհիշեք երևի Լոնդոնում ձեռք բերեցինք անշարժ գույք եւ հիմա այդտեղ գործում է դեսպանությունը Փարիզում եւ հիմա Փարիզում արդեն ավարտվում են վերանորոգման աշխատանքները, առաջիկայում կտեղափոխվեն։ Եվ իրավացիորեն նշեցիք այս տարի նաև գնել ենք արդեն ամբողջությամբ process չկա, ամեն ինչ ավարտված է, գնել ենք շենքը Բրյուսելում, որպես մեր մշտական ներկայացության տարածք Եվրոպական միությունում եւ Բելգիայում մեր դեսպանության, բայց այստեղ դեռ ներքին հարդարման աշխատանքների անհրաժեշտություն կա եւ մենք այդ առաջիկայում պետք է անենք, որից հետո նոր կտեղափոխվեն։ Շնորհակալ եմ։